Ողջույն բարեկամներ, այս հաղորդումը տարբերվելու է մնացած բոլորից։ Սա օրվանորությունների մասին չի, սա մի պատմության մասին է, այսօրվա մեր պատմության մասին է։ Տեղի տալով ընկերներիս հորդորներին, ամփոփել ամեն ինչը մի տեղում, որը կապ չունի այսօրվա, երեկվա, նույնիսկ վաղվա նորությունների հետ, որը պետք է մնա YouTube-ում սերունդների համար, եւ սերունդները նայելով այս կադրերը պետք է պատկերացում ունենան այս մեր օրերի մասին եւ հստակ պատկերացում ունենան ով էր Նիկոլ Փաշինյանը եւ վերջապես ով էր Նիկոլ Փաշինյանը այս տեսանյութը պարտադիր է տարածելու համար ընդ որում սա կարող են նաեւ եւ Նիկոլ Փաշինյանին սիրողները եւ չսիրողները որովհետեւ այստեղ չեք գտնի իմ կողմից ոչ մի մեկնաբանություն բացառապես պատմություն բացառապես մեր հետ եղածը միգուցե ոչ ամբողջական, որովհետև իմ համեստ հնարավորությունները բավարարեցին այնքանին, որքանի ես հիմա պատրաստվում եմ ձեզ ներկայացնել։ Հուսով եմ, որ վաղը, երբ մենք պետություն կունենանք, կլինեն համապատասխան ռեժիսորներ, որ ավելի գեղարվեստական բարձր մակարդակի վրա եւ տեխնիկապես հագեցված կսարքեն մի ֆիլմ, որը ավելի խորքային կնկարագրի այսօրվա իրավիճակի մասին, բայց ես կանեմ այն, ինչ որ ես կարող եմ։ Թող սա ստեղ մնա։ Սա ստեղ մնա, որ հետո սերունդները չասեն, իսկ ինչ էր կատարվում այն ժամանակ եւ ինչ եք անում դուք։ Իսկ ինչ էր անում Փաշինյան Նիկոլը, մենք հիմա բոլորս միասին կնայենք, նորից եմ կրկնում, տարածելը ու դիտելը միջև վերջ պարտադիր է։ Գնացինք։ Պատկերացրեք, ես ասումից ունեմ։ Դուք ապրում եք միտեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Սուտ է։ Հասկանում եք։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք միտեղ, որի կադաստրի վկայականը չունենք։ Սուտ է։ Մենք այսօր եթե ստացել ենք մի բան եւ ընդ որում Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե այն ինչ որ մենք ուզում ենք անենք ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական։ Մենք ապրում ենք միտեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի կասի Մի հատ հավաքվեք ստեղից դուրս եկեք։ Եվ մենք այդ ժամանակ չենք կարող ասենք, հələ մի րոպե, եւ կադաստրի վկայական, որ ասեն մի հատ կարաս ցույց տաս ուրա կադաստրի վկայական։ Սուտ է։ Армения, она не должна и дальше быть инородным телом на теле Кавказа. Она и так пришла сюда позже всех. Եվ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթել, մեզ են գաղթեցրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել են պետություններ։ Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչա։ И армянское государство было создано искусственно на тех землях, которые им исторически никогда не принадлежали. Но я много раз говорил, как Азербайджанская Демократическая Республика передала Ереван Армении. Это же исторический факт. 29 мая 18 года. Մեր տարածքում, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թվից այսօր մինչև 1918 թիվը պետություն չի եղել ժողովուրդ, հայկական պետություն չի եղել, պատկերացնում եք։ День после объявления о создании республики Ереван был передан, и причем во время дискуссий там депутаты значит, законодательного органа от Еревана были против, но их мнение никто не учел. Вот так вот взяли и отдали Ереван. Որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Հայաստանում կան
ուժեր, գործիչներ, որոնք ուզում են այս երկու հարցը կապել իրար հետ, ասելով, որ եթե սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցը սկսած, ուրեմն Ղարաբաղի հարցը փակված է։ Ոչ եւ երիցս ոչ, այդպես չի, սիրելի հայրենակիցներ, եւ կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա, որպեսզի մենք կանգնենք ինչ որ փաստերի առաջ։ Նա դելեկելա բանա ԵԱԿ Միսկի խումբը Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Ղարաբաղի հարցը փակված է։ Եթե մեզ վստահեք եւս մի ժամկետ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը, բայց մենք էլի բաներ ունենք ձեզ ասելու, էլի բաներ ունենք ձեզ պատմելու։ Ես ձեզ յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Չեք պատկերացնի հոգիս ոնց է փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարավոր։ Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին։ Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 91 թվականին։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ 2007 թվականի արձանագրումը մադրիդյան սկզբունքների Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ 99 թվականին Հայաստանի Հանրապետությունը արդեն կողմ է քվեարկել։ Պատասխանատու ասում եմ 2018 թվականին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղ Ադրբեջանի կազմում չգտնվելու չուներ որևէ նույնիսկ տեսական հնարավոր։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր, սեպտեմբեր-հոկտեմբեր։ Պետան հերքելի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են հայկական ամենամեծ եկեղեցին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում այս խաղաղության դրամաբանության շրջանակներում է սա դիտարկվում թե ոչ, եւ եթե խաղաղություն է, եթե տարբեր ֆորմատներով երկխոսություն կա պաշտոնական մակարդակով եւ քաղաքասարակության ֆորմատով, ապա նման գործողությունները արդյոք չեն խոչընդոտում խանգարում այդ երկխոսությանը, խաղաղությանը առնչվող եւ արդյոք այս հարցը պատրաստվում է պաշտոնական Երևանը թեկուզ միջազգային հարթակներում բարձրացնել թե ոչ, որովհետեւ մշակութային, պատմամշակութային արժեքների ոչնչացումը ավելի շատ թշնամանքի դրսևորում է, քան խաղաղությանը միտվածքային։ Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում դուք ասացիք սա է խաղաղությունը, ես ասել եմ խաղաղության իմ չափանիշը որն է, արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա եւ մենք որևէ հարցի եւ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերաբերվի այս տեսակետից։ Հաջորդը ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց հետևանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են եւ ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք եւ չափելու եք այն նույն, չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափելու եք։ Այնպես որ մենք կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում թե մենք
մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով եւ սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ եւ ամբողջական հասկանանք։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը, պարոն Ալիևին։ Գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին։ Ես ուզում եմ նաև Иностранные журналисты, они говорят за... Зангезур. Даже когда мне задают вопросы иностранные журналисты, они говорят за Ангизурский коридор. Мне бывает очень приятно каждый раз, когда я это слышу. Этот термин уже вошел в международный лексикон и, безусловно, будет реализован. Bu artıq beynəlxalq leksikona daxil edildi. Biz də onların ərazi bütövlüyünü tanımayacağıq. У нас много причин не признавать территориальную целостность Армении. Тем не менее, мы готовы это сделать ради будущего мира и налаживания отношений между странами. Но я не могу гарантировать, что через полгода будет так же. Что касается использования воздушного пространства, то должен также сказать, что мы использовали этот коридор без разрешения Армении. Пусть все знают, что мы не получили их разрешение. Это наше право, это международный коридор. В мировой авиационной системе есть правила, то есть есть возможность использовать существующий коридор. Мы решили использовать это для реализации воздушного варианта Зангезурского коридора. Полет в Нахчеван экономит время и топливо, но главное, конечно, не это. Главной задачей было открыть этот коридор. Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Հիմա նոր բան արի, հորին ասում են Փաշինյանը 300,000 ադրբեջանցիների ավերելու Հայաստան։ Սա ուղղակի ես ստիպված եմ կարդալ, որ Հայաստանի դպրոցներում կարգելվի ռազմահայրենասիրական դասիրակության ուղղված ցանկացած դաս։ Սա Նիկոլ Փաշինյանի Կրթության և գիտության նախարարության նախարարն է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ասում ենք ուղիղ, սիրելի ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև այո Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, Հայ ժողովուրդը ունի ապագա եւ մենք միասին կերտելու ենք ազատ երջանիկ եւ հզոր այդ ապագան։ Անկլավների հարց, գիտեք, այն որ Ադրբեջանը հետապնդում է եւ նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ։ Բայց այստեղ էլ մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք պետք է հասկանանք լավ այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է։ Դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի, թե իրավական հիմք չունի։ Թե դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է եւ երկու, ասենք, կոլխոզների որոշում, որ մենք, ասենք, այս մի կոլխոզը, այս մի տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին եւ այլն եւ այլն։ Դա իրավական հիմք ունի, թե չունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Կամ հարցեր Եվ անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել։ Անկլավ Ես ասում եմ սերդեշտի պրիվետ at Zimzimova։ Իսկ ինչ ենք խոստացել մենք արագաչափերից։ Ինչ ենք խոստացել մենք արագաչափերից։ Որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհների։ Եվ վերջում չմոռանաք արտասանել Սերդեչնի պրիվետ at Հարութինա Zimzimova։ Որը սարը։
Մենք վերջերս ԿՊ վարչության նիստում քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք միանշանակ եզրակացության։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արաբաչափերը պետք է հանվեն եւ այս հարցը մենք դնելու ենք մեր նախընտրական ծրագրերի հիմքում։ Հիմա ինչու չկատարեցիք ձեր այդ խոստումը եւ ավելին ձեր պաշտոնավարման ընթացքում արագաչափերը ավելացել են։ Տեսեք, շատ կարևոր հարց եք առաջ քաշում եւ այո, ամեն ինչ որ ասեցիք այդպես է, 2018 թվականի հեղափոխությունից հետո ես սկսեցի արդեն այդ հարցի մասին բարձրաձայնել եւ խոսել։ Նաեւ տեղյակ եք, որ ֆաուտական իրավունքների հետ կապված, ստուգանքների հետ կապված համակարգը մենք ընդհանրապես փոխեցինք։ Ես ժամանակին եւ հիմա էլ մտածում եմ, բայց ո՞նց է կռուտի ելնում։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ եք ու Ղարաբաղցի, Արցախցի եք գտել, ովքեր ձեր իշխանաճողություններ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեզ չստիպեք, մենք շատ իշխանում ենք։ Վերջին կանգառնա։ Հիմա տարեկան եմ, դրա համար քեզ իրավունք ունեմ դիմեմ ընդամենը Նիկոլ։ Ես չեմ եկել քեզ հետ հանդիպման։ Ես այս խաղի բնակիչ եմ, բայց եկել եմ քեզ դատապարտեմ, որովհետև դու 18 թվից բոլորիս խաբում ես։ Դու ամենամեծ տուփխոսանն ես։ 18 թվին ասեցիր մերժի Սերժի, բայց դու Սերժի փոխարեն առաջի հերթին մեր ցեղասպանության թանգարանի տնօրենին հանեցին աշխատանքի տարեկանոց։ Էներգետիկայի նախարարությունը, փակեցին մեր գյուղատնտեսության նախարարությունը, փակեցին նախարարությունը։ Այդ բոլորը ստրատեգիկ նախարարություններ են։ Դու հատուկ ես արել այդ ամենը, որովհետև ես չեմ հավատում։ Մի քաշեք կանոչը։ Հարցնում էիք, այս մարդը ինչի է անընդհատ հարձակվում հենց կանանց վրա, որովհետև կանանց օրինակ ինքը կարա համարի ավելի թույլ ու ցածր։ Խնդիրը կարա կապված լինի նաև ինքնագնահատականի ու մանկական տրավմաների հետ, ու եթե փորձենք հիշել, կհասկանանք, որ բոլոր մանյակ պսիխոպաթները, գրեթե բոլոր, շատ ծանր ու դաժան մանկություն են ունեցել, այսինքն ինքը տանը կամ տեսել է բռնություն մոր հանդեպ, կամ այդ բռնությունը կիրառվել է իր հանդեպ։ Այդ բռնությունը ինքը կարող է տեսած լինել նաև շրջապատի կողմից կուտակված ագրեսիան հավաքվում է, հետո մենք տեսնում ենք արդեն մեծահասակի, հիշեք ձեր շրջապատում լիքն են այդպիսի մարդիկ, ովքեր որ սկսում են նեղացնել ու վատ վերաբերվել երեխաներին, կենդանիներին ու կանանց, այսինքն իրենցից ավելի թույլերին։ Ագրեսիան նաև օգտագործվում է այն դեպքերում, երբ մարդը ունի ճնշելու, վախեցնելու ու դոմինանտելու ցանկություն։ Կանանց հետ ունեցած նախկինում տրավմատիկ փորձառությունները, որտեղ մարդուն ճնշել են կամ ցածրացրել, որոշ անձնային ու հոգեկան խանգարումներ, որոնք կարող են սրացնել այդ ագրեսիան։ Նաև սեփական էմոցիաները կարգավորել չկարողանալը, որտեղ օրինակ անլիարժեքությունը կարող է արտահայտվել ագրեսիայի տեսքով։ Կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնել են շպրտեմ։ Կին կլնի, ով որ մեր հայրենիքը ձերի ծարել ամենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագության փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա գայք խոսակ, դուք ով եք արա այս տահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով ես սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին դուք մեզ գաք ասեք, Ղարաբաղ մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, ուրեմն, լսեք, ինչն եմ քարել,
դու պետք է եթե դու գրոբն եք մենք քեզ պետք կզացնելու ենք եթե դու գրոբն եք ռոբիներն կզացնելու կարուգացիներն կզացնելու գագոյներն կզացնելու սերժիներն կզացնելու եթե դու գրոբն եք ռոբին կզացնելու են ռոբին կզացնելու են դու անել կզացնելու եմ եւ կզացնելու եմ եթե դու գրոբն եք ռոբին կզացնելու եմ կզացնելու եմ ես հայ եմ հայ եմ կոստետուցիոնն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռ ռոբը գնդակահարել է ես չեմ գնդակահարել ես հանի ինձ էր ասած ինձ ռոբը դուք աստիակներով ես բավարարչափով ձեզ լսեցի ուրեմն եթե դու գրոբն եք գրոբին կզացնելու եմ ռոբը նստելու է ռոբին սատկացնելու եմ կարուգացնել եմ սատկացնելու դուք եք կզեք դուք եք որ փախել եք ռոբը մի րոպե արի մի րոպե մի գնա ռոբը Սերջը եւ մյուսները ովքեր մի րոպե հանգիստ լսեք ես լսեցի դուք եք ինձ դուք եք կենթանի որ մի հատ էլ 5000 զայի մասին եք խոսում այդ տական ինչի եք կենթանի ինչի եք զոհվել որ իման ասում եք 5000 զոհ ինչի եք զոհվել ով արա ով է ձեզ պահել ընդհանրապես այս տահակն է Let's տահակներին, ասենք եկել էստեղ ինչ են անում, արա այս տահակ բացատրի դու ինչի չես զոհվել, դու ինչի մի խրամատում չես զոհվել, այս տահակ, եկել ես Երևան դվիժենիներ անելու, ուրեմն դու էլ, քո ղեկավարությունն էլ, իրանց Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավոր հորժորժվող նախարար չգիտեմ, ասում եմ վեր ընկեք տեղները, դուք ստեղ անելու բան չունեք, քանի դեռ խելոք չեք մտել Հայաստանի քաղաքացիների տրամաբանության մեջ, չփորձեք Հայաստանը հետ տանեք կոնֆլիկտի մեջ, մի հատ էլ Facebook-ում էլ ինչ ա գրել, թե Ես քո տերորիստ եմ։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Ո՞վ է դիտեմ։ Մի բանեցի։ Հայիկ ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր է տանում։ Ով եք դուք տղեկ։ Ինչի եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք ասում։ Իմ երեխու տարեց վառավ, վառեց ազատ ջուր։ Ուղղակի ցիտում եմ Թալյատին, վերջին անգամ մեկ է Թալյատն էր հայ տեսնելուց բորբոքված հարցրել, թե ինչի է կենթանի մնացել։ Հիմա Նիկոլա, ես ընդհանրապես ցիտեցի։ А этот армянин и христианин поднял руку на свою церковь, которая является одной из основ армянского национального сознания. Это душа армянского народа. Если он на это поднял руку, ему плевать-то все. Он подпишет любой ультиматум, который ему даст Алиев, а за ним стоит Эрдоган. Потому что ему наплевать. Ему главное его власть. Главное то, что ему дают в Европе. Его покупают, его привели к власти, чтобы он это сделал, и он это делает. А расплачивается, и еще больше будет расплачиваться армянский народ. Но это не Армения, это Пашинян. Почему армянский народ довел до этого и допустил это? Ну, это уже другой вопрос. Ընդհանրապես ցիտում եմ,
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը։ Այո, Փաշինյան Նիկոլի Շարասյունը ճանապարհին սպանել էր հղի Սոնա Մնացականյանին անցումով անցնելու ժամանակ։ Փաշինյանը Շարասյունի մեջ։ Եվ Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ դա իմ Շարասյունը չէր, դա Հայաստանի վարչապետի Շարասյունն էր։ Եվ սպանելու համար այդ մայորին 4 տարիա դատավարությունը գնում է եւ որոշել են ընդամենը 1.5 տարի է հասնում պայմանական։ Լավ է։ Քարտեզ։ 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 Կեղտու տապետ մարդը Խի ինքը դոշն են դավարց Ալիևին պահմահա պատերաշանը սարա հերետ կանեցեն։ Հա, են 5000 մարդու գլխով կերա։ Շուշեն, որ Քոչարի հետ պարեմ Արայիկ Հարությունյանի հետ։ Ընդեղի ընտրություններից հետո։ Կաղնետ ճոտ Հայաստան at Շուշի Արցախը Հայաստանա ուղես արելա աղջիկ դատե չէ։ Պատասխանը մի դրի։ Չի ճվացել Արցախը Հայաստանա ուղես ճվացելա 2 տարի հետո խի ճված Արցախը Ադրբեջանա ուղես։ Ու դու հացնում ես խի։ Էր որտեղ խի։ Ինչ խի։ Հայ քաղաքացին։ Երբ որ պասպորտ ալուտում ու գնալա բանակ ինք չեր գրացել լավ իմացի։ Երթում ատալի պաշտպանեմ հայրենիքս։ Ինքը հայ քաղաքացի չի, որ հայրենիք են 5000 հոգին որ մեղրա։ Նրանք հետերի դենք ցելու մատերիալ է։ Բարոկտու իր ամենամեծ կոզերն է, որ չմիավորվեն իր դեմ։ Անայերքի վարչապետ Չինապաշտոնի վարչապետը, իր պաշտոնը ըլի Խուասակ միլիոնավոր պրեմիաներ ստանա Ռուսաստանը գալի փագը օթային ճանապարհով ինքը ոչ մի բան չմնում ժողովուրդը մնում ասված ազգային արժեքների վրա տրորելով անցնում Բարոկ Եվ վերընտրվել բնականաբար ոչ Նիկոլ Փաշինյանը արժանի է վերընտրվել բնականաբար ոչ Պատերազմը իրանից ոչինչ չէր կախված, մինչև այդ արդեն պատերազմը պատրաստել էին։ Իհարկե ոչ Ով է նստի, սա էլ պրոստը իրանց աթոռի կռիվ են անում։ Միանշանակ, հեսա։ Անորոշ վիճակի մեջ են, չգիտեմ, ինձ համար ընդունել է խաղաղության իրենց օրակարգը։ Ընդհանրապես արժանի չի։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը արժանի է վերընտրվել։ Ոյ Ազիզյան, մի խոսեցրու, իհարկե ոչ Ոչ Ինչու։ Ընդրվելի իրավունք չունի։ Կուր ցավը տանեմ, ուրեմն նայր Նիկոլ Փաշինյան, գիտեք, մի քիչ էդի գուշակություն չլինի, նա ապագայում սահմանադրության դատավոր ասեն Հայաստանի Հանրապետության կզբաղեցնի այդքան արժանի է Գագիկ Հարությունյանի փոխարեն, այո, այդքան արժանի է։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է։ Գործող վարչապետի մասին է խոսքը։ Այո, ապագայում քուրս ցավը տանեմ, նա սահմանադրության դատավոր Այո, քուրս, այո։ Պետք է կույր ելնել, որ չտեսնել Նիկոլ Փաշինյանը այս 8 տարիներին ինչ է արել։ Ինչ է արել, դուք 300 մանկապարտեզ է սարքել, 500 դպրոց է սարքել, այսքան ասֆալտապատման աշխատանքներ, այսքան այգիներ, համարկարգային կոռուպցիան վերացրել է, որտեղ ինքը չի վերցնում ամենակարևորը, թե ինքը վերցնի, բոլորն էլ կվերցնեն։ Իսկ պատերազմը, սահմանազատման Պատերազմը իրանից ոչինչ չէր կախված, մինչև այդ արդեն պատերազմը պատրաստել էին ու գցեցին իր գրպանը։ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գցեցին իր գրպանը։ Նիկոլ Փաշինյանը արժանի է վերընտրվել։ Իհարկե ոչ Մենք այդքան նման ենք պետք է ազգի, որ նորից ինքը վերընտրվի, բնականաբար ոչ հարգելիս։ Թե նայեք սենց ասեմ ձեզ, անկախ ամեն ինչից ով է նստի, սա էլ պրոստը իրանց աթոռի կռիվ են անում։ Էդի մեկ, առաջինը, երկրորդը, եթե նստում է նախագահան, պետք է ասենք վարչապետը, պետք է մտածի ժողովրդի մասին, ոչ թե իր աթոռի մասին։ Գումարը վաստակեք, ուրիշ ման չենք ուզում։ Միանշանակ, հեսա։ Իրենեք նայեք։ Այո։ Ամեն ինչի համար։ Ինչ է արել։ Ինչ
Հանրապես արժանի չի։ Եթե ինքը չընտրվի սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Շանտաժի պես բան է։ Պատերազմ եղավ էլի։ Էլ դրանից ավելի մենակ իր օրոք մենք ոչ մի ղեկավարի օրոք 3 հատ պատերազմ չէինք տեսել։ Չէինք տեսել։ Հիմա ինքը իր ղեկավարության ժամանակ 3 հատ պատերազմ էլ տեսանք, 8 տարի էլ սով տեսանք։ Էլի շտենանք։ Էդի թող չվախցնի ժողովրդին։ Իսկականից որ միշտ էլ դավաճաններ էլ իրեն, բայց այսքան շատ չեմ պատկերացնում, որ հիմա է։ Որ կալիբրոն զենքը վեկալ ենք ենք պատերազմ։ Ինչի ես ասում, մի ասա, ժողովրդին վախեցնում ես։ Իզի պետք չի իրաց կոշակնել, ինքնել, ոչ մի բանից պետք չի։ Ինչի եք հայրացա։ Որտև անուղեղը մարդա։ Հետ քաշքշուկից հետո դպրոցականներին մեղա։ Բարոյական է, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ քաշքշուկից հետո դպրոցականներին մեղադրանք է առաջադրվել։ Ոչ իհարկե։ Դիտել եք տեսանյութը։ Դիտել եմ, նողկում եմ իրանից, ինքը մեր ազգի թշնամին է։ Պրոստը հիմա որ ասեմ, արդեն ցենզուրայից դուրս կգամ։ Վարչապետի տեխնատուները հոգեկան առողջության տեղեկանք ներկայացրին։ Իհարկե, պետք է ներկայացնեմ, որովհետև երեք նայեցինք, զգացինք, որ խնդիրներ ունի։ Ոչ միայն հոգեկան խնդիրներ ունեն, այլ երևի շիզոֆրենիայի խնդիրներ ունեն։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Գավարի ասելու բանը 1000 դրամ տանք թոշակառույնի ինչ կար, դու թոշակառույն 50 էլ բան չանի, 100 էլ բան չանի։ Հələ դուք այդքան որ միլիոներ եք ստանում, հələ մի ամիս վերցեք 100,000-ով յոլա գնացեք ու հասկացեք թոշակառուն 110,000-ը ինչ կանի։ Էդի խոսալու էդի թեմա է, էդի խորհրդարանում խոսացողի ղեկավարի թեմա է, այդպես թեմաներով կարելի է, ժողովրդի պրոստը զբաղեցնում են, մտածում են ուղեղները, բան են անում, թող որ մոռանան այս սահմանները, հողերը, Ղարաբաղը մոռանան։ Այդպես սատից թեմաներ են գտնում ու ժամանակ են անցկացնում։ Խաբեությամբ են զբաղվում։ Մեր ղեկավարի ասելու բանը 1000 դրամ տանք թոշակառույնի Որից հիմա դուրս ենք եկել։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Արցախը թակարդ էր, որից հիմա դուրս ենք եկել։ Ոնց կարելի է դրա հետ вообще вот не укладывается ни в голове, ни в сердце. Это просто величайшее преступление перед народом. Կներեք, ես ազատ չեմ խոսում հայերեն, բայց это рана, которую невозможно переварить невозможно. Он преступник. Ինչու է նման հայտարարություն անում երկրի ղեկավարը։ Ինչ կարելի անել չհասկացա։ Ինչու է նման հայտարարություն անում։ Հայտարարություն։ Նման բան ասում, ինչու է նման բան ասում Փաշինյանը։ Ինքը հիմա ինչ ասում, он будет оправдываться всеми путями. Всеми путями выйти чистым. Но он грязнейшая личность. Եթե ժողովրդի գլխում ինչպես ինքն ասում, աղքատություն կա, խելք չկա, կընտրվի, եթե մարդիկ առողջ են դատում, չի ընտրվի։ Եթե ժողովրդի գլխում ինչպես ինքն ասում, աղքատություն կա, խելք չկա, կընտրվի, եթե մարդիկ առողջ են դատում, չի ընտրվի։ Ես, եթե իրոք դուք հաղորդելու եք, ես Նիկոլ Փաշինյանն ասեմ, ես դու եմ վաղտ, որ դատվում է, դատված է, այդ 100 հոգու հետ, գնա հարցրու հասա, որ կեզ ամեն օր կոմար միտինգ էին անում, այստեղ են հետները, բայց դու քեզ չես արդարացնում, քո կառավարության բանդարա, վարչապետ դարար ու դու չես կարում ղեկավարես հիմա, քո այդ ներքին հատվածում ինչա կատարում, ով ինչ ուզում անում, այս ժողովրդի սարքել եք բան, ինչ այս մեղքը չեն այս ժողովուրդը։ Հարցեմ տալի, ինչի պիտի ես իմ տունս քանդե, ես եթե չկարամ տուն առնեմ, ապրեմ իմ հաշվանդամ երեխեն ապրել, ես կրված տղա եմ, ես ամեն ինչ արել եմ։ Ինչի պիտի, ես հողերը որ ազատագրել եմ, դու
բանակից ազատվում է իր այդ վաղ։ Իսկ ես սարերում քալլա է տալի թուրքերի հետ։ Հիմա դու աղբեր ես դարել, ես էլ ճշտամի եմ դարել։ Ու եկել ես հիմա մի հատ տուն ունեմ, ձեռքից ստանում ես։ Ես Զենքա գնել աղջիկս մի րոպե տղաս ես կանի։ Ես դերում ես իշխանասարը։ Դե թուրքերը դե նստած են։ Առաջ ունեցել ենք 160 կիլոմետրից ավել հեռու սահման, ես կիմ այդ էս դե։ Մեր տերիտորիա, մեր սահմանն է։ Իմացար։ Զենքա գնել աղջիկս Կորատի ծնող եմ, ես անհայտ կորատի ծնող եմ, կամավոր գնացել է 5 տարի սպասում եմ չկա, այդ դելիներն էլ բաց չեն թողնում որ գան, ինձ նման մերը ինչ անի, ես սաղ գշերը չեմ քոնում լացում եմ, իմ 74 թիվն եմ տղաս, կամավոր գնաց ասացի Նելսոն մի գնա, չի լսեց, Ես ճանապարհ հետևից բազեցի, ասացի Նելսոն մի գնա, ասաց մամա մեկ եք մեղավոր է, որ քշեք եք տարելացել ծովը, այսօր նորից մեզ որ ավտոմատ չբարձրացնեն, 5 տարի աշխուժ ճամփին, չկա իմ բալաս։ Վերջին անգամ երբ եք զրուցել ձեր տղայի հետ։ Դե որ գնացել է այնա, էլ չեմ տեսել։ Առաջի օրը հենց որ սեպտեմբերի 27-ին որ կրակեցին գնաց, էտա, էլ չեմ տեսել։ Կես ճանապարհ հետից գնացի, վազեցի, ետ չի դարավ, գնաց։ Զանգել, չի զանգել ձեզ։ Չէ։ Մարտակ 5 տարի այետանա Եք Փաշինյանի հետ, որ Արցախի հանրապետություն արտահայտությունը որ անում ենք, դա պատերազմի կոչ է։ Իհարկե ոչ, այդ հանրապետությունը գոյություն ունեցել է, թեկուզ չճանաչված։ Իհարկե ոչ։ Ներկայիս դրությամբ Փաշինյանը շատ է վախենում էլի։ Ինչ ասեմ։ Բաժանորդագրվեք։ Այսքանով ավարտեմ երևի, որովհետև ինձ թվում է ավելի մաս չունի։ Սա այսօրվա ընդհանուր պատմությունն է։ Կանցնեն տարիներ, անպայման կանցնեն տարիները այսպես թե այնպես անցնում են։ Եվ 5 տարի հետո, 10 տարի հետո երիտասարդները երևի մեզ հարց կտան, բա դուք ինչ էիք անում այսօրը, կամ ինչպիսին էին տրամադրությունները, ինչ էր անում նա։ Կլինեն անշուշտ հատվածաբար տեսանյութեր, որոնք կարող են նայել, եւ Աստված գիտի, այդ տեսանյութերն ովքեր են սարկած լինել։ Նիկոլական պրոպագանդիստները, թե դրանք իրոք տեսանյութեր են, որովհետև այն որ հանրային ալիքն է ցույց տալի առաջինային ալիքը, հանրային հեռուստատեսության մարդ ուզում է Երանի է տալիս այդ երկրում ապրել։ Եվ այդ հեռուստատեսության հետևողները տեղյակ չեն, որ իրենց բան չի մնացել, տեղյակ չեն, որ իրենց տարածքները արդեն տրված է, տեղյակ չեն ինչ է սպասվում իրենց երկրում, ինչպիսի դավեր է նյութվում, տեղյակ չեն, հատիկ։ Ես հույսով եմ, այս տեսանյութը ինչ-որ մի բանով իր նպատակին կծառայի։ Ամեն դեպքում սա պատմություն է։ Սա պատմություն է, որ այսօր մենք ենք կերտում լավ, վատ, շնորհքով, անշնորհք։ Սա մեր այսօրվա պատմությունն է։ Եվ կարծում եմ բոլորս ենք կրում սրա համար պատասխանատվություն։ Մեր արածների եւ չարածների համար, մեր դիմադրելու եւ չդիմադրելու համար, մեր համաձայնվելու, հարմարվելու եւ չափ ստանալու համար։ Մենք բոլորս ենք պատասխանատու, որովհետև Փաշինյան Նիկոլը լուսնի չի չէ։ Փաշինյան Նիկոլը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծնունդն է։ Շատ քիչ այդ մարդկանց ձենտավորներ են եղել եւ այսօր էլ կարող է լինել։ Եվ սա փաստ է։ Մենք չենք կարող սա այդ չառնչվել, չառերեսվել։ Սխալ ենք արել, ուղղել է պետք։ Ցանկացած սխալ ուղղելով է գեղեցիկ։ Իսկ եթե սխալ չենք արել, սա ճիշտ ճանապարհ է, դեպքում ինչ ասեմ, ափսոս, լավ երկիր էր Հայաստանը։ Դե, ճիշտ էր, սխալ էր, շատ էր այս տեսակի մարդիկ, Նիկոլ տեսակի մարդիկ, քիչ էր այս տեսակի մարդիկ, պատմությունը ցույց կտա եւ հունիսի 7-ի ընտրությունները։
Այնպես որ այն մարդիկ, որոնք մեզ նայում են ապագայից, 26 թվականի հունիսի 7-ին կորոշվի Հայաստանի ճակատագիրը։ Իսկ մենք հիմա 26 թվականի մայիսի 26-ի դրությամբ ենք այս հաղորդումը ձայնագրում։ Այնպես որ ունենք հիմա այն ինչ ունենք։ Լավ մնացեք։